Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ այսօր մեր հյուրն է Գեորգի Թոմասյանը Թբիլիսիից, բոլորից շատ լավ ծանոթ, կրկին մեկ անգամ ասեմ, որ իրեն ներկայացնելու որևիցե կարիք չկա ձեզ համար, սիրելի հայրենակիցներ, միշտ տեսնում ենք ձեր լավ բարի խոսքերը, երբ որ մենք միասին հաղորդում ենք անցկացնում հարցազրույց, դրա համար այսօր էլ որոշեցինք Գեորգիին հրավիրել, քանի որ Գեորգի շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում, հիբրիդային պատերազմը մոտենում է իր գագաթնակետին, եթե նկատել ես Սամվել Կարապետյանի վերջին հայտարարությունները, ջերմուկի հետ կապված խնդիրները եւ հերթով անդրադառնանք, խնդրեմ։ Այո, առաջերտին Էդվարդ ջան, շատ շնորհակալ եմ հրավիրելու համար եւ անդամների ալիքի հորդորում եմ անպայման աջակցել ալիքին, լայքելով, մեկնաբանություն գրելով, ինչպես միշտ էլ տարածելով մի խոսքով, շատ կարևոր է հակահիբրիդային պայքարի մեջ քո ալիքը շատ մեծ նաև նշանակություն ունի եւ մեր գործունեությունը ակնհայտ է, մենք տեսնում ենք ինչ մեծ հարվածներ են տեղի ունենում, հա միանգամից մի կողմից այդ մարդիկ հակասում են Հայաստանի կառավարության դիրքորոշմանը, որ արեք վերադարձների թեման փակենք, որովհետև եթե մենք իրոք Ղարաբաղի հայերի վերադարձի թեման ենք բարձրացնում, ակնկալելի է միանգամից, որ Ադրբեջան սկսելու է օգտագործել այդ նարատիվը ճակերտներում արևմտյան Ադրբեջանի իրանց շատ վտանգավոր վնասակար թեզը, որի մասին 1000 անգամ խոսել ենք, ելի 1000 անգամ կխոսենք, բայց մենք ասում ենք վերադարձների թեման արեք ավարտենք եւ Հայաստանի ինքնիշխան տարածքում են Արցվաշենի օրինակներ բերեց։ Այն ինչ տեղի է ունենում վարչապետը ձեզ չի վերաբերվում, ինչպես նաև մենք չենք անդրադառնում ձեր ինքնիշխան տարածքում տեղի ունեցողին եւ ավարտում ենք այս թեման։ Հիմա մի կողմից էս ուժեղ Հայաստան կոչված ուժեղ Ռուսաստան կուսակցությունը հայտարարում է, որ ուրեմն վերադարձի թեմա պետք է ապահովենք, մյուս կողմից ասում է Հայաստան ժողովուրդ 300,000 ադրբեջանցի են ուղարկում։ Հիմա անկեղծ ասած ես այդքան մարդու մեկնաբանություն եմ դրա մասին արդեն տեսել, որ աշխատում է հիբրիդային պատերազմը։ Այսինքն կաթիլ առ կաթիլ, խափելով, բերելով կեղծ թեզեր օրակարգ, մարդիկ սկսում են հավատալ, որ գուցե այդպիսի իրականություն կա։ Եվ ընդ որում շատ տարբեր եւ տարբեր կուսակցություններ են անում, տարբեր եւ տարբեր։ Ես տեսնում եմ նաեւ ոչ միայն ռուսամետ, արևմտամետ, կոնկրետ 300,000 ադրբեջանցու մասին գրում էր Արա Պապյանը, որը իրան Ադրբեջան արևմտամետ է համարում, եւ ստացվում է Բարձրացած որ չէ, իրենք արևմտամետ չեն։ Դե իհարկե Ռուսաստանից հայ ազգի օլիգարխներ են ֆինանսավորում, որոնք որ շատ մոտ հարաբերությունների մեջ են Վլադիմիր Պուտինի հետ։ Այո, եւ փաստ է ստացվում, ոնց է ստացվում, որ Արա Պապյանը նաեւ Նոյան Տապանի եթերում ասում է Սամվել Կարապետյանին եմ աջակցում, այսինքն իրանց կուսակցության անունից, տարածում էին նույն թեզը 300,000 ադրբեջանցու մասին, մեր հանրությանը խաբելու, որ մեր հանրությունը վախենալով դրանից, ինչը բոլորս դրա դեմ ենք, չհասկացա ով է կողմ որ Ալեն Սիմոնյանը դուրս է գալի հերքում է, ես ուզում եմ հասկանամ իշխանությունը ոնց պետք է հերքի, եւ դա օրինակ է իրականում Գյորգի տես, քո կարծիքը կարծում եմ կհամընկնի իմ կարծիքի հետ, եթե իրենք Արցախահայերի վերադարձի հարց բարձրացնեն, Աստված ոչ արածը իշխանության կան, չնայած նման բան ես բացառում եմ գրեթե, այդ ժամանակ Ադրբեջանը նման հարց կբարձրացնի։ Հաստատ Ադրբեջան կարող առանց դրա էլ բարձրացնի, որովհետև Ադրբեջանին կարող է ձեռնտու լինել, ուրեմն, որ Արցախահայությունը վերադառնա եւ իրանք վերահսկեն, իսկ ադրբեջանցի գան այստեղ եւ Ադրբեջանը ուժի լեզվով մեր հետ խոսի եւ այլն, այսինքն բայց մեզ ինչի է հետաքրքրում Ադրբեջանը ինչ է ձեռ տալի։ Ադրբեջանը շատ բան կարող ձեռ տա, ձեռ չտա, բայց կարող է տարանջատել, չէ՞ Գյորգի, ինչ իրենք պաշտոնապես բանակցությունների ընթացքում հայտարարում են ադրբեջանցիները, իսկ ինչ հայտարարում են ներքին լսարանի համար, տարբերությունը մենք չէ՞ տարանջատենք։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը կոնկրետ ասել է մենք չենք բանակցում վերադարձների մասին, ավելին ասեմ, մենք չպետք է բանակցենք վերադարձների մասին։ Կարող Ադրբեջանը ասում է արեք բանակցենք երկկողմ վերադարձի մասին։ Մենք չպետք է բանակցենք վերադարձի։ Ես իմ նախնիները կարծից են, ես ում հետ բանակցեմ վերադարձի մասին։ Ուր վերադառնամ։ Ինչ միջնորդ, թե չհասկացա, միակողմանի է, Բաքվի հայերը ուր վերադառնան։ Բա մնացած Սումգայիթի ուրիշ հայերը, այսինքն վերադարձ որ թվից ենք վերադարձ սկսում։ Իրոք, եթե վերադարձների են գնում, ինչ են վերցնում 10-20-րդ դարը, 19, 18, 16, 11, 10-րդ դարը, 6-րդ դարը։ Կոնկրետ ինչի վրա են հիմնվում իրենք նման հայտարարություն անելով։ Ալիևը կարող է ինչ որ ներքին ինչ որ մի միջոցառման ժամանակ
ամիսներ առաջ մոտ կարող է կես տարի առաջ կամ նույնիսկ շատ ինչ որ նման հայտարարություն արել է, բայց հիմնվել ինչ որ ներքին հայտարարություններ, նույնիսկ չեն կարող փաստեր չէ ներկայացնել կոնկրետ որ հայտարարության վրա են իրենք հենվում։ Իհարկե, հա պարզ բան, Ալիևը երկար տարիներ պնդում էր Զանգեզուրի միջանցքը բացում։ Հիմա Սիրուն ասում է թրիփ, մեկ էլ ասում է Զանգեզուրի միջանցքը իրանց տարածքում է։ Այդ Զանգիլանի հատվածում, այդ Ֆիզուլի հատվածում, այսինքն հիմա ասում են Զանգեզուր յոլու իրանց լեզվով, հա, եւ ցույց են տալի քարտեզի վրա, իրանց տարածքում են ցույց տալի։ Այսինքն Վաշինգտոնյան համաձայնությունից հետո այս մարտիկ դա չի ասի վերջ, չկա էլ Զանգեզուրի միջանցք, Ալիևը ոնց չի կարող, բռնապետ է։ Դե ասում է, բայց ես նկատի չունեի Հայաստանի տարածքը։ Ես նկատի ունեի այդպես կոչված Արևելյան Զանգեզուր շրջանը, գիտես չէ, որ Ղարաբաղը կիսել է երկու մասի, մեկը Ղարաբաղ է կոչվում, մյուսը Արևելյան Զանգեզուր։ Դա իր ռետորաբանության, իր ռոպագանդայի ուղղությունն է։ Այդ մարդը բռնապետ է, իր ներքին հանրության համար ինքը իր սեփական օրակարգ ունի։ Խնդիրը նրանում է, որ մենք ուզում ենք մեր օրակարգը դրանից մաքուր պահել։ Եվ ընդդիմությունը այստեղ բերում է նույն Ադրբեջանի թեզերը, եւ այնպես է տարածում մեր մոտ օրակարգ է դառնում, որ մենք պետք է քննարկենք այդ հարցը, չեղած հարցը։ Դա շատ վտանգավոր է, դա հակապետական է եւ իհարկե հիբրիդային հարվածների շատ լուրջ օրինակ է իհարկե եւ այդ մարտիկ այնինչ առաջարկում են շատ վտանգավոր է։ Մի կողմից իրանք են Ղարաբաղի թեման ներքաղաքական օրակարգով օգտագործում այդ երրագլուխ կուսակցությունը նկատի ունեմ։ Մյուս կողմից ադրբեջանցիքով են մեզ վախեցնում։ Այսինքն ամեն ինչում ո՞նց կարելի է այսպիսի հակահայկական գործունեություն ծավալել, ես չեմ հասկանում։ Գյորգի, տես մի հատ ուրիշ հայտարարություն էլ արվեց Սամվել Կարապետյանի կողմից։ Ուզում ես նայենք երկու դիտանկյունից, մեկը որպես քաղաքական վերլուծաբան, տես մյուսը որպես սուտ մարդկային հոգեբանություն հասկացող մարդ։ Ասում է, ես իմ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ կդառնամ Հայաստանի վարչապետի տեխնացու կամ վարչապետ։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն իրեն ստիպել են խոստովանություն է։ Ես համոզված եմ, որ իրեն ստիպել են, որովհետև ես ասում եմ կոնկրետ, ես հայազգը փոքր է։ Ունեմ ծանոթներ, որ ճանաչում են իր շրջապատը եւ գիտեմ այդ շրջապատի տպավորությունը, որովհետև ինքը մենակ չի մտե քաղաքականության մեջ։ Ամբողջ իր տաշիր ընկերությունով հետ միասին է մտե քաղաքականության մեջ։ Եվ հիմա հարց է առաջանում, այդ տաշիրում չհասկացա միշտ պատրաստվում էին մտնել քաղաքականության մեջ, ոչ իհարկե։ Հարց է առաջանում, բա ո՞նց պատահեց, որ ձեր ընկերությունով մտաք։ Չէր ուզում Սամվել Կարապետյանը մտնել քաղաքականության մեջ, որովհետև երկու կրակի միջև է։ Չմտներ քաղաքականության մեջ, Ռուսաստանում կկորցներ ամեն ինչ եւ ձերբակալումներ տեղի կունենար, մտնի քաղաքականության մեջ եւ չհասնի նպատակին, որը Իրանից բացահայտ պահանջում է Պուտինը, դա էլ ապացույց է, մեր կարծիքը չի, չէ՞։ Այդ հանդիպումը ապացուցեց դա։ Այնինչ Պուտինը ասաց մի հոգու մասին է։ Ուրիշ մարդ չկա այտենցի Հայաստանի Հանրապետությունում, որ համ բանտում լինի, համ էլ Ռուսաստանի քաղաքացի, համ էլ ընտրություններում ուզերա մասնակցել։ Իսկ եթե ընդդիմություն դառնա Հայաստանի խորհրդարանում, դառնալու է, ոնց հասկանում եմ դառնալու, եթե գրանցվի, որովհետև անկեղծ ասած իր ունեցվածքի Ռուսաստանի հետ այդ ժամանակ ինքը կարողանա խուսափել այդ խնդիրներից։ Իր ունեցվածքը մեկը, այսպես ասեմ, գերի է վերցված Ռուսաստանի կողմից։ Եվ գուցե, գիտես ոնց, ես չեմ հավատում, որ ինքը միլիարդատեր է։ Այսինքն միլիարդատերը նա է, ով այդ միլիարդները կարող է ծախսել։ Ոչ թե ով ունի թղթի վրա։ Այսինքն ինքը չի կարող ծախսել, որովհետև ինքը չի կարող այդ միլիարդները հանել Ռուսաստանից։ Հիմա ինչքան իրան հնարավորություն կտան, ինքը այդքան կհանի։ Կարա ընդդիմություն լինի եւ իրան տան խոսքին տարեկան, չգիտեմ, $100 միլիոն օգտագործելու հնարավորություն։ Իսկ մնացածը ոչ։ Եվ կարա ընդդիմությունում կատարի դերը, հա, գուցե ավելի էֆեկտիվ լինի, քան Ռոբերտ Քոչարյանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հասարակությունում այդքան հակասական անձ է, որ հասկանալի է, որ առաջ չի կարող ապահովել, բայց փաստ է, որ ինքը չի կարող ձևավորել այնպիսի հեղինակություն, որ իրոք կարողանա հայ ժողովրդի աջակցությունը ստանալ։ Ակնհայտ է, ինչքան էլ ուժեղ չասեմ, բավարար չէ դա, բավարար չէ, ինչով է ուժեղ։ Ես օրինակ էի բերում եւ ասում եմ, մարդիկ մեր հանրությունը գիտեն Էդուարդ Այվազյանի դիրքորոշումը, գիտեն Գեորգի Թումասյանի դիրքորոշումը, գիտեն երկար տարիների ընթացքում, գիտեն մեր արժեքները, գիտեն մեր մոտեցումները գրեթե ամեն հարցի մասին։ Աշխարհակական, ներքաղաքական տարբեր երկար տարիների ընթացքում
կարող են գնալ մեր հայրենակիցները հեշտությամբ ստուգել ես ու դու ինչ էինք անում 44 օրվա պատերազմի ժամանակ, նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ, այսինքն հեշտ է ստուգել մեր անցյալը։ Սամվել Կարապետյանից ինչ գիտենք, որ բացի նրանից, որ փող ունի, միլիարդատեր է եւ այդ փողով բարեգործություն է արել, ճակերտներում բարեգործություն, որտեղ դա քաղաքական նպատակներ ուներ։ Ուրիշ ինչ գիտենք։ Ու ուժեղ, հա, ուժեղ։ Բայց ոչ մի բան չգիտենք մեկ իրա որևէ աշխարհակաղակական քաղաքական, ես նույնիսկ չգիտեմ ինքը Եվրոպական միությանը ոնց է վերաբերվում առասարակ։ Ուղղակի չգիտեմ։ Եվ Ամերիկայի թեմայով ընդհանրապես չգիտենք այսքան իր մոտեցումները եւ դա շատ վտանգավոր է։ Ընտրել մի իշխանություն, որի արժեք համակարգը դու չգիտես, դա ահռելի վտանգ է պարունակում։ Ուստի դա է արդեն խնդիրը։ Վարչապետ Փաշինյանին կարա իր սխալները ունենա եւ խնդիրները ունենալ, բայց դու գիտես դու ում ես ընտրում։ Դու գիտես վարչապետ Փաշինյանի մոտեցումները, հայացքները, ի վերջո կարող ես գնալ վարչապետ Փաշինյանին հանդիպել եւ հետո խոսել։ Շատ որ ուզես, խնդիր չես ունենա իր այդ հանդիպել։ Սամվել Կարապետյանի հետ ով կարա հանդիպել, որ հիմա, արդեն չեմ ասում, որ ապագայում, եթե ինքը որևէ պաշտոն ունենա, ոնց է հետները հանդիպելու, ոնց է հետները խոսելու։ Դա նշանակում է, որ ինքը նաև իրան չի հետաքրքրի մեր կարծիքը, ինչպես քաղաքացիական հասարակության։ Այսինքն Սամվել Կարապետյանը պոտենցիալ բռնապետ է։ Եթե որևէ մեկը կասկածում է, կարծում եմ սխալվում է։ Պոտենցիալ բռնապետ է։ Գյորգի, տես, երեք շատ հետաքրքիր ու կարևոր բանաձև ընդունեց Եվրոպական խորհրդարանը։ Ես նույնիսկ հաշիվը կորցրել եմ, թե որ երրորդ բանաձևն է, որքան փորձեցի հիշել, մոտ 6-րդ բանաձևն է, չէ՞, վերաբերվող Հայաստանին, կարող է ավել նույնիսկ շատ բանաձևեր է ընդունել Եվրոպական խորհրդարանը, հիմնական մասը հիբրիդային հարձակումներն էր Ռուսաստանից եւ Հայաստանի անկախության, ինքնիշխանության աջակցությունը հստակ խոսում է, որ ընտրակաշառքները Ռուսաստանը օգտագործում է Հայաստանում, ամեն ինչ շատ բաց տեքստով էր ասված։ Սա առաջին մասը։ Եվ երկրորդը այնտեղ կար նաև հիշատակում հայ ռազմագերիների, որոնք որ պահվում են Ադրբեջանում, գիտես։ Եվ մենք տեսանք, որ շատ մեծ վայնասուն բարձրացավ հենց Ադրբեջանում։ Եթե ուշադիր ես եղել, արդեն իրենց մեջլիսը խզել է իրենց կապերը Եվրոպական խորհրդարանի հետ, եւ իրենք էլ են բանաձևեր ընդունում, որոշումներ կայացնում, այսինքն մեծ սկանդալ է առաջանում Եվրոպայի եւ Ադրբեջանի միջեւ։ Դրանից բացի, եթե նաեւ ուշադրություն ես դարձրել, ես գիտեմ, որ դու մեկ-մեկ հետևում ես նաեւ ադրբեջանական մամուլին, չէ՞։ Այո, իրենց մինվալ բարբերականը ինչ որ շատ հետաքրքիր, սկանդալային, սենսացիոն լուրեր է հրապարակում, նախ բանաձևից առաջ էին հրապարակում, հիմա էլի են ինչ որ բաներ հրապարակելու, այսինքն իրենք շատ լավ գիտեին, որ նման բանաձև է ընդունվելու եւ փորձում են իրենց հասարակությանը համոզել, որ տեսեք, եվրոպացիները հայերի կողմն են, դրա համար մենք պետք է խզենք մեր բոլոր կապերը եվրոպական կառույցների հետ։ Այ երկու հարցն էլ փորձենք հասկանալ եւ մեկնաբանել։ Ռուսաստան, բանաձև եւ Ադրբեջանի դիրքորոշումը։ Ես երեք տվեցի Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը հարցազրույց, չէ, ավելի մեկնաբանություն կարճ, եւ նաեւ իրանց ռեպորտաժ, ուրեմն ԶԼՄ-ին նաեւ կարճ մեկնաբանություն, իրանց մինվալ այդ կայքը տեղադրել է ուրեմն Լուիս Օկամպոյի քննարկումը, որտեղ որ նա ասում է, որ Հայաստանի ինդիմության եւ Սփյուռքի ուժերի հետ միասին հայկական լոբի է ասում, միասին փորձում են այնպես անել, որ հեռացնեն Փաշինյանին, եւ ես դա գնահատացի, առասարակ ես դա այդպես էլ գնահատում եմ, եւ ադրբեջանական մամուլը, այսինքն որ ինձ այդ հարցը ուղեց, ես նույնն ասացի, ինչ ասում եմ հայկական մամուլին։ Իհարկե հասկանալի է, որ հայկական լոբի ասելով եւ ներքաղաքական ուժեր մեծ հավանականությամբ խոսք է գնում դաշնակցության մասին։ Բայց երկրորդ մասը էլ կար, դա ճիշտ է, ընդունելի հասկանալի է, բայց այն երկրորդ մասը որ կար, դրա համար ամբողջական փորձում եմ, որ ահա, պատասխանը դրան է։ Բայց առաջերտին սրան պատասխանելով ուղղակի ասեմ, որ իմ պատկերացումով անընդունելի են դրսից փորձերը, Էդվարդ ջան, ներխուժել Հայաստանի ներքաղաքական դաշտ։ Այսինքն Լուիս Օկամպոն կլինի, թե որևէ մեկը, թե ինչ որ ուժեր արտասահմանից, ամենալավ Հայաստանի կառավարությունը գիտի ինչ է պետք Հայաստանին եւ ինչքան կարեւոր է այս խաղաղությունը
այս պայծրությամբ, ուստի դա իր նշանակությունը ունի։ Ընդ որում նաև տեսեք, Հայաստանի եվրոպական խորհրդարանը կարող է որոշումներ կայացնել Բայց այս բանաձևը դրա հետ կապ չունի, չէ՞, ուզում եմ որ դա բանաձևը կապ չունի, իրանք այդ առանձին թեմաներ են, ես մեկի մասին ասացի, այսինքն ինչ սկանդալային որ տարածվում է։ Բանաձևին ինչ վերաբերվում է, ապա Ղարաբաղի մասին այդտեղ հղումներ կան, դա արդեն Ադրբեջանը դժգոհ է դրանից։ Տեսեք, դա եվրոպական միությանը փորձում են էլի կապել այդ հարցի հետ, ինչի եմ ես ասում, եւ ներկայացնել ընդհանուր լոբիստական աշխատանքի հետևանք։ Դե ուզում են հիմա Ադրբեջանին դա ձեռը տալի այսպես ներկայացնել, դա իրանց խնդիրն է եվրոպական միության հետ։ Այսինքն Հայաստանը չի որ Եվրոպական միությունը ասում է այսպես արեք, այնպես արեք, հակառակը Հայաստանը չի ձգտում նրան, որ Եվրոպական միությունը խնդիրներ ունենա Ադրբեջանի հետ։ Հարաբերություններ։ Հիմա Եվրոպական միությունը ժողովրդավարական կառույց է։ Ինքը չկարող իր արժեքներից շեղվել։ Եվ արեք անկեղծ լինենք, Եվրոպական միությունը ուրիշ իրականությունում է ապրում, մենք ուրիշ։ Մեր խաղաղության ձգտումը գալիս է նրանից, որ մենք խաղաղության պակաս ենք ունեցել։ Եվրոպական միությունը վտանգ չունի Ադրբեջանից, վտանգ չունի Թուրքիայից։ Իրանք կարող են բանաձև ընդունել եւ հանգիստ իրանք զգալ։ Իրենք վտանգը տեսնում են Ռուսաստանից։ Այս պայծրությամբ, բայց չնայած դրա Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջերս ասել է Ռուսաստանից, Չինաստանից եւ Թուրքիայից, հետո Թուրքիան շատ դժգոհել էր Ռեջեփ Տայիպ Էրդողանը նույնիսկ հայտարարություններ արել, բայց ամեն դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր հիշատակել ինչ որ մի պահ։ Տեսել ես դա։ Հա, իհարկե։ Ինքը նշեց, որ ինչ որ հարցերում ստացվում է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայի շահերի դեմ է փաստացի ստացվում։ Դա էլ է փաստ։ Շահերի, բայց իհարկե թշնամանքի մասին չի գնում խոսքը, ինչի մասին է։ Բայց շահերի առումով, հա, կարող է լինել, որտեղ Ամերիկան իր սեփական օրակարգը ունի հիմա։ Հարցը դրանում չի, այլ նրանում է, որ Եվրոպական խորհրդարանը իր օրակարգը ունի, Հայաստանը իր օրակարգը ունի, եւ մենք նպատակ չունենք այնպես անել, որ միջազգային հանրությունը անպայման հակա-ադրբեջանական դիրքորոշում ունենա։ Իսկ այդ խզումը կապերի Ադրբեջան-Եվրոպական խորհրդարան ինչ-որ մի ձևով կարող է ազդել մեր վրա։ Խաղաղության գործընթացի վրա։ Բացասական է, ոչ կարելի է դա համարել դրական։ Դա ընդհանուր առումով բացասական է, բայց ինչ անես։ Ադրբեջանը ուրիշ ուրեմն ձևաչափի պետություն է, ուրիշ մոտեցումների պետություն է։ Ադրբեջանը շատ տարբեր ժողովրդավարություն չէ ի վերջո, չէ։ Այսինքն ամեն ինչ հասկանալի է այդ առումով, Ադրբեջանը իր սեփական օրակարգը ունի։ Այստեղ պետք է նաև միջազգային հանրությունն էլ դիտակցի, որ մի բան է ճշմարտությունը ասելը, մյուս բանը ինչքան էֆեկտիվ է այդ ճշմարտությունը։ Հիմա դու որ այդ բանաձևում Ղարաբաղի մասին բաներ ես ներառում, օգուտ կա դրանից, թե չկա։ Գուցե այսպիսի իրավիճակ է, Հայաստանը եթե հայտարարություններ չի անում, խոսքին կառույցները միջազգային շարունակեն անեն, խնդիր չեմ տեսնում նաև դրանում։ Բայց Ադրբեջանը կտրուկ է դրան արձագանքել։ Ուղղակի Հայաստանը չի կարող իրան թույլ տալ, որ ինքը կապված լինի դրա հետ։ Այսինքն Հայաստանը դրա հետ կապ չունի։ Այդ բանաձևների ոչ նախաձեռնողը, ոչ էլ աջակցողը, որ ասես անպայման ուզում ենք, որ այդպիսի բանաձևներ լինի ընդունված։ Հայաստանը ուրիշ քաղաքականություն է հիմա, ուրիշ քաղաքականություն է վարում։ Գյորգի, տես մի քանի օրից Հայաստանը ընդունում է եվրոպական քաղաքական համայնքների գագաթնաժողովը։ Չափազանց մեծ իրադարձություն է, ես նույնիսկ փորձում եի հիշել, թե հայոց պատմության մեջ 4500 տարվա, 5000 տարվա պատմության մեջ երբևիցե այսպիսի կարևոր նշանակալի իրադարձություն տեղի ունեցել է, որ աշխարհի տարբեր մեծեր, բազմաթիվ երկրների ղեկավարներ գան եւ հավաքվեն Հայաստանում։ Կուզենայի, որ դու քո սեփական զգացմունքներով, տպավորություններով եւ կարծիքներով կիսվես։ Այո, աննախադեպ է այսպիսի միջոցառումը մեր պետականության համար, աննախադեպ է մեր ինքնիշխանության համար, աննախադեպ է մեր անվտանգության համար, սա բարձր գնահատական է Հայաստանի ժողովրդավարության, Հայաստանի եվրոպական ընտանիքի մաս լինելու, Հայաստանի կառավարության քաղաքականության, որը ուղղված է խաղաղության, սա զուգահեռ սրա Ֆրանսիայի նախագահը պետական այցով է գալի, զուգահեռ սրա ռազմավարական հարաբերություններ ենք ստորագրելու, շուտով նաև համոզված եմ, որ այդ ռազմական շքերթի ժամանակ մեր հանրությունը կտեսնի
ֆրանսիական եւ հնդկական զենքի այդտեղ օրինակները Հնդկաստանի հետ էլ խորացնում ենք զենքի առումով համագործակցությունը, այդ ամենը հնարավոր է դարել շնորհիվ Հայաստանի ուրեմն քաղաքականության, որը տարածքային ամբողջականությունը սեփական եւ հարևանների ճանաչում է, առանց դրա մեզ ոչ մեկ այսպիսի աջակցություն չէր տրամադրի, ոչ քաղաքական, ոչ ռազմական, ուստի այս միջոցառումները հսկայական նշանակություն ունեն եւ եւս մեկ անգամ ցույց են տալի, որ Հայաստանը կարող է, գիտեք, այնտեղ Բելարուսի նախագահի հայտարարությունը հիշում ենք, հա, նաեւ Կամովի նույնի նման մի բան, չէ՞։ Կամովի նույնի, հիմա իրավիճակը եկել է նրան, որ ուրեմն շատերին, աշխարհի ամենահզորներին պետք ենք։ Հիմա հայ ժողովրդին հարց է այստեղից։ Այսպիսի Հայաստան է ձեր դուրը գալի, թե գուբերնիայի կարգավիճակով Սերժի եւ Քոչարյանի կողմից կառավարված Հայաստան, որը մենք տեսել ենք, ինչ իրավիճակում է գտնվում։ Հայ ժողովուրդը պետք է ընտրի։ Եվս մեկ անգամ ես երեք նաեւ իմ այդ վեկտաբանությունում ադրբեջանական պետական մամուլին ասացի, որ հայ ժողովուրդը ընտրում է խաղաղություն, որովհետեւ դա է այսօրվա մեր մեծամասնության եւ իշխանության որոշումը, բայց իմ թեզը ճշմարիտ է մինչեւ հունիսի 7-ը։ Հունիսի 7-ին հայ ժողովուրդը նորից պետք է ընտրի։ Եթե ընտրում է խաղաղություն, հիանալի։ Եթե չի ընտրում, պետք է գիտակցի ուղղակի դա ինչ է նշանակում։ Նույնիսկ ավելի սարսափելի բան կա, քան պատերազմ եւ խաղաղությունը, Գյորգի, պետականության կորուստը։ Պետք է հայ ժողովուրդը ընտրի, շարունակում է ունենալ պետականություն, թե կորցնում է իր պետականությունը։ Այո, այդպես է, հենց այդպես է եւ ավելի սարսափելի է, բայց զուգահեռ բաներ են, որովհետեւ այս մարդկանց թեզերը Ղարաբաղի եւ Արարատի մասին բերելու են նոր հակամարտության, Ադրբեջանն էլ արդեն ատամները սրել է, իրանց ԶԼՄ-ներում տեսնում ենք, Քոչարյանը եթե վերադառնա պատերազմ է լինելու եւ այլն, այսինքն Ադրբեջանը նաեւ պատրաստ է ուժով այստեղ միջանցքներ բացել եւ այլն, որովհետեւ իր սեփական օրակարգը ունի։ Դրանից հետո այստեղ ռուս խաղաղապահներ հրավիրել, միութենական պետություն մտնել, Սյունիքի Ղարաբաղիզացիան։ Ավելի ինչ պարզ է, այսինքն ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը դա թույլ չի տա եւ ուստի այդտեղից է գալի, որ իրանք հիբրիդային պայքարով հիմա փորձում են փաստացի հորինել իրականություն, որ ազդել մեր վերքերի վրա։ Իբրև մեղադրում են, չգիտեմ, Ադրբեջանը մեծ, Թուրքիա մեծ լինելու մեջ, չգիտեմ ինչ, հազար ուրեմն անհեթեթություն, չէ, ուզում է իշխանություններին, ուզում է բոլոր նրանց, ով խաղաղության կողմնակից է։ Ես ուղղակի չեմ հասկանում, բա մենք ինչ կողմնակից պետք է լինենք։ Պատերազմի եւ ես կարող եմ ասեմ, որ ինձ եւ քեզ ավելի հեշտ է հայրենասեր լինելը ճակերտներում հերվից, որովհետեւ առաջի հայրենասերը առաջի վտանգը ստեղծվում է սահմանին կայունած զինվորի եւ սահմանամերձ գյուղի բնակչի համար։ Ես ու դու ապրում ենք Վրաստանում, Թբիլիսիում, Ախալցիքայում եւ մեր հայրենասիրությունը ավելի հեշտ է, բայց մենք մեզ թույլ չենք տալի էժան հայրենասիրություն, որ ճվանք այստեղից գորանք ուրեմն Արարատ, Ղարաբաղ, չգիտեմ ինչ, որովհետեւ դրանով մենք իրական հայերին, իրական Հայաստանում ստեղծում ենք իրական վտանգ։ Սուտի հայրենասիրական լոզունգներով փաստացի մեզ վաճառում են պետականության, ինքնիշխանության կորուստ եւ նոր պատերազմ։ Այո, իսկ հայրենասիրությունը դա հզոր պետությունն է։ Եվ այդ մարդիկ, ով այսօր շատ հայրենասեր են, իրանց ժամանակ ինչ վիճակում է եղել հայկական բանակը։ Գյորգի, ես կցանկանայի, հա, ասա, հետո ասեմ։ Հա, երկու խոսքով ուզում եմ ասել, որ հիմա 3 արդեն տեղեկատվություններ կան, որ ի վերջո հասնում ենք Պրալայ կվազի բալիստիկ հրթիռների գնմանը Հնդկաստանից 300 կիլոմետրանոց են եւ նաեւ ուրեմն այնտեղ կան հատուկ նաեւ համակարգներ Սու-30-ների համար հրթիռներ 110 կիլոմետրանոց դա էլ շատ հետաքրքիր է, հատկապես եթե Սու-30-ներ գնենք։ Դա մենք չունենք հրթիռները։ Հա, եւ հիմա Հնդկաստանը ունի իր սեփական արտադրության MK1 տարբերակի հրթիռները 110 կիլոմետրանոց, դա հիանալի կլիներ։ Նույնիսկ եթե հրթիռները ստանանք, կարող ենք Սու-30-ներ էլի գնել արդեն Հնդկաստանից, ոչ թե Ռուսաստանից, որովհետեւ մեր քանակը 6 եմ կարծեմ, այսինքն շատ քիչ է։
Եվ բացի դրանից ամենակարևորը գնում են բանակցություններ Բրահմոս հիպերձայնային, ուրեմն գերձայնային այդ համակարգերի մասին, որոնք 300 կիլոմետրանոց են նաև եւ որոնց հակաօդային պաշտպանությունը փաստացի խոցել չկարող հիանալի այսքան առաջընթաց է եւ ես նկատի ունեմ պետականամետ պետություն սիրող մարդիկ այսպիսի բանի մասն են խոսում եւ այսպես են հզորացնում պետությունը իսկ այդ ուժերը որոնք այսօր գոռում են Արարատ եւ Ղարաբաղ իրանց կառուցած բանակը մենք տեսանք Դե չէ Արարատը նաև աստվածաշնչյան սիմվոլ է, այնպես չէ որ մեկը կարող է հանել, խլել, կա նաև մեր զինանշանի վրա, այսինքն դատարկ տեղը հիստերիա են սարքել։ այո այո եւ կամ լավ Արարատ ասելով ինչ կարող ես անել չեմ հասկանում այսքան Էլի եւ կարող հետո ենք սիրել մենք Արարատը ոչ մի վտանգ չի սպառնում Արարատ սարին։ հաստատ տեղափոխել էլ չեն կարողանա այսինքն Միանշանակ։ Գյորգի, ինչ էի ուզում հարցնել, ուղղակի մեր զրույցը դրան բերեց, բայց ոչ այս վերջի զրույցը, դու շատ լավ ծանոթ ես նաև Վրաստանի պատմության, Վրաստանի ժողովրդի քաղաքական հայացքներին եւ մոտեցումներին, խոսքը ներկա իրավիճակի մասին չէ, այլ ընդհանուր 30 տարվա կտրվածքով ինչպիսի մոտեցում ունի վրաց ժողովուրդը պետականություն ազգային գաղափարախոսություն հասկացողության նկատմամբ եւ ինչ մոտեցում ունի հայ ժողովուրդը։ Գիտես ինչի եմ այս հարցը տալիս, քանի որ մենք ավելի երկար ենք ունեցել պետականության կորուստ, իսկ վրաց ժողովուրդը կարողացել է երկար տարիներ պահպանել իր պետականությունը։ Տեսնում ես տարբերություն գաղափարական առումով, մոտեցումների, ընդհանուր հասարակ նաեւ ժողովրդի մեջ։ Էդվարդ ջան, տեսնում եմ անկեղծ ասած, որովհետև վրաց ժողովուրդը շատ լավ գիտակցել է պատմական Վրաստանի հարցը, որովհետև պատմության ընթացքում Վրաստանն էլ շատ ավելի մեծ տարածքներ է ունեցել եւ տարբեր պետությունների տարածքները վերահսկել։ Հերո չգնամ Զաքաթալայի եւ այլն այդ Բելաքանի շրջանը Ադրբեջանում, Խախի կոչված կամ Սաինգիլո կոչված հատվածը, եղել է շրջաններ Հայաստանի ինչ որ մասերը, երբ թագավորություններ են եղել են, երբ Հայաստանի թագավորությունները լուծարվել են հարավից եկած թշնամիների պատճառով, հայեր եւ վրացիք միացել են մեկ թագավորության Բագրատունի, Բագրատիոնի, գիտենք դա։ Զաքարյան եղբայրները։ Այո, Տաուկ Լարջեթին վերաբերվող հայերեն տայքը այդ շրջանը, որը մի ժամանակ հայերի վերահսկողության տակ էր, մի ժամանակ վրացքի։ Աբխազիայից այն կողմ նաև այդտեղ կա տարածքներ Նիկոպսիա կոչված եւ այլն, բայց վրացիք տարբերում են պատմական Վրաստանի հնարավորությունները եւ իրական Վրաստանը միանգամից են տարբերել առաջի օրվանից եւ դրանից շատ են հաղթել, շատ են շահել, որովհետեւ առաջի օրվանից իրանք գիտակցել են, որ հա վրաց կներես, բայց ամենակարևոր մարտը Վրաստանի պատմությունում ո՞րն էր։ Դիդգորիի մարտն է։ Ո՞րն էր Սելջուկների հետ 1121 թվականին։ Բայց այսօր Թուրքիայի հետ Վրաստանի չխանգարում, որ հարաբերություններ նորմալ վարի։ Եվ արդեն չասեմ, որ Թուրքիան շատ Վրաստանին վատություններ է արել պատմականորեն թուրք ազգը խոսքին։ Ինչպես նաև ադրբեջանցիք հետ էլ առանձին պատմություններ վրացիք ունեն։ Խեզիլբաշներ կոչված պատմականորեն վրացական պատմությունում դա կարմիր գլխակ է իրականում կոչվում եւ դա ադրբեջանցիքի նկատի ունեն, ուղղակի այն ժամանակ ուրիշ անվանում ունեին։ Այսինքն, եթե վերցնես, ապա շատ լուրջ խնդիրներ է եղել այն եւ այն բնակչության հետ։ Վրացիքել են ունեցել խնդիրներ, Վրաստանն էլ է եղել օկուպացված մի կողմից Իրանի կողմից, որտեղ որ ադրբեջանցիք են կառավարել, մի կողմից Թուրքիայի կողմից, որտեղ որ թուրքեր են կառավարել։ Այսինքն վրացիք չնայած դրա այսօր կառուցում են արդեն 21-րդ դարի պետությունների միջև հարաբերություններ, այլ ոչ թե պատմական ճշմարտության հարաբերություններ։ Մենք մնացել ենք պատմության մեջ։ Մենք չենք հասկանում, որ պետությունները պետք է իրար հետ շփվեն, դիվանագիտական հարաբերություններ ունենան, արարողակարգական կարգային ուրեմն այցեր տեղի ունենա, միջոցառումներ, համայնքը ուրիշ բան է, ուրեմն ժողովուրդը ուրիշ բան է, պետությունը ուրիշ բան է։ Մենք ցավոք մնացել ենք համայնքի եւ ժողովրդի կարգավիճակով դեռ չենք գիտակցում, որ պետությունը ուրիշ է։ Պետությունը չի կարող համայնքի ձևաչափով գործել, չի կարող ժողովրդի կարգավիճակով գործել։ Պետությունը լրիվ ուրիշ մոտեցում է եւ մենք ամենակարևոր բանը, որը ունենք, պետությունն է եւ իրան շատ այսպես թեթև ենք, գիտեք, վերաբերվում ի վերջո։ Կարծում ենք, որ դե պետությունն է, էլի։ Իրականում ամենաթանկարժեք բանը դա ինչ հայ ազգը ունի։ Ուրիշ մեկի չունենք, որ պետությունից բացի։ Եվ շատ ազգեր կան պետություն չունեն, հենա քրդերի հարցը։ Ինչքան ենք մենք նաև քննարկում, հա, վերջերս
Սիրիայում տեղի ունեցող քրդերի իրավիճակը։ Ամբողջ աշխարհը ինչ արեց, որ ինչ արեց քրդերի համար։ Որովհետև քրդերը պետություն չունեն, ոչ մի բան չկարողացան անել։ Հիմա մենք Այո, պետություն ունենալու կարգավիճակով ինչ կարող ենք անել, որ կամ հիմա Կիպրոսի մասին է խոսքը գնում։ Կիպրոսը պետություն է, Եվրոպական միության անդամ է, տեսը օկուպացված է Թուրքիայի կողմից։ Եվ ինչ քաղաքականություն է Կիպրոսը վարում։ Ընդ որում Ֆրանսիան ասաց, որ զորքեր կուղարկի Կիպրոս եւ Կիպրոսի նախագահը դա հաստատեց, այսինքն Ֆրանսիան աջակցում է, փորձում է աջակցել Կիպրոսին, բայց հասկանանք, հա, որ միջև դու չես հզորացել, միջև դու հզոր չես, դու չես կարող հզորի նման քաղաքականություն վարել։ Ուստի մեր կառավարությանը չմեղադրենք, հա, նրա համար, որ մենք թույլ ենք։ Մենք թույլ ենք, որովհետև ի վերջո բոլորս ենք թույլ։ Եթե բոլորս մեկ ենք մեզ ընկալում, չկա այդպիսի բան, որ կառավարությունը հզոր է, ժողովուրդը թույլ։ Հաստ է դա։ Գյորգի, եւ վերջին հարցը ջերմուկին է վերաբերվում, որը որ խմբականակներով արգելվում է Ռուսաստանում։ Կարծես սկզբից 300-400 հազար շիշ ջերմուկ արգելեցին, հիմա 1.100.000։ Դրանից բացի ակտիվ քարոզչություն է ծավալում, թե արտագնա աշխատանքների մեկնածներին նույնպես Ռուսաստանը տուն կուղարկի։ Քո կարծիքով սա ժամանակավոր հիբրիդային պատերազմի մաս է այդ ամենի, թե շատ երկարատև կարող է հետևանքներ ունենան ռուս-հայկական հարաբերությունները։ Դե պետք է ասել, որ ուրեմն սա իհարկե միջև ընտրություններ ես սպասում եմ, ավելի ծանր բաներ եմ սպասում, Ռուսաստանը փորձելու է ազդել ընտրությունների վրա, բայց ընտրություններից հետո երբ համոզվեն, որ Կալուգացի իրանց օլիգարխը հաջողության հասնել չկարող, ապա կներեք, համոզված եմ, որ ուրեմն արդեն Ռուսաստանը էլ այսպիսի կտրուկ քայլեր չի անի, որովհետև չի ուզենա խզել հարաբերությունները, որովհետև ի վերջո դա իրան էլ կվնասի։ Ռուսաստանն էլ ունի մեզանից շահ, այնպես չէ, որ միակողմանի այդ շահը։ Ուստի հաշվի առնելով դա, պետք է արձանագրվի, որ սա նախընտրական այսպիսի ճնշման միջոց է հիմա հայ քաղաքացու եւ ընտրողի վրա։ Եվ ես համոզված եմ այս ճնշումը այլ ավելի աճելու է հետագա 1 ամսվա ընթացքում, չգիտեմ, նույնիսկ ավելի սարսափելի բաներ կարող են անել, որ մի ձև վախեցնեն մարդկանց։ Գլխավորը չվախենալ, բայց ես մի բան եմ, մենք պատերազմ անցած, ճգնաժամ անցած, մութ ցուրտ տարիներ, շրջափակում անցած պետությունը Ադրբեջանի հետ նկատի ունեմ Թուրքիայի հետ այդ իրավիճակից, հիմա Ռուսաստանից ենք վախենալու, այսինքն որ Ռուսաստանը ինչ որ ջերմուկ չտա, հնարավորություն ենք վաճառենք։ Մենք մտածենք ոնց ենք Թուրքիայի հետ սահմանը բացում շուտով Ադրբեջանի հետ, նաև առևտուր անում Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Եվրոպայի հետ եւ այլն լոգիստիկ կապերը Իրանի հետ Նախիջևանով, Մերձավոր Արևելք ենք շուկա տանում, Պարսից ծոց, ամբողջ աշխարհը մեր համար բացվում է, չի ուզում Ռուսաստանը գնել մեր ջերմուկը, Արաբական Էմիրություններ կտանենք մեր ջերմուկը, թող այնտեղ գնեն։ Հենա այնտեղ այնպես էլ ջրի խնդիրներ կա։ Իրանի շուրջ շուտով կկարգավորվի, ինձ կարծում եմ իրավիճակը։ Կարող է էլի մեկ պատերազմական գործողություններ ունենանք, բայց շատ երկար չպետք է որ ձգվի, մինչև ամառ շուտ թե ուշ կկարգավորվի, բայց գոնե Թուրքիայով որ բացվի, այնա մենք Թուրքիայով միջև Սաուդյան Արաբիա հիմա երկաթուղի է Թուրքիան կառուցելու։ Սիրիայով, Հորդանանով, հետո Սաուդյան Արաբիայով եւ այլն։ Այսինքն վաղը նաև Իրակով Պարսից ծոց Թուրքիան ունի ծրագիր միջանցք կառուցելու, այսինքն ճանապարհ, հա։ Մենք կարող ենք այդ ճանապարհները օգտագործել, տանել նաև դեպի Եվրոպա մեր ապրանքը, դեպի Մերձավոր Արևելք, այդտեղ ջրի պակաս կա, ուրեմն ջերմուկի թեմայով մենք կարող ենք ամբողջ Մերձավոր Արևելքին հայկական ջերմուկը մատակարարենք, ուստի թող ռուսները մեզ չվախեցնեն նրանով, որ ջրի մեծ կարիք կա։ Հա, խոսքին, այսինքն, հա, մենք չենք ուզում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնել։ Չենք ուզում, բայց պետք չէ, որ Ռուսաստանը մեր հետ խոսի ինչպես վերևից ներքև, ինչպես ուրեմն ակամով ու նուժնի, էլի, այդ կարգավիճակով պետք չէ մեր հետ ուղղակի խոսել։ Իրանք մեզ լավ չեն ճանաչում գուցե։ Ի վերջո հայը նա է, ով հայկի ժառանգ է, հայկը օտարի ուրեմն իր ուրեմն ենթարկվելու գաղափարներով չի շարժվել, չէ, հայկը։ Ի վերջո դրանից է սկսվում հայերի պատմությունը։ Իհարկե, շատ շնորհակալ եմ, պարոն Թովմասյան, այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։